Այս նյակը սկսում է ստեղից, այս հրաշք դռնից ու երբ որ մենք մտնում ենք մեր սենյակ, միանգամից անմիջապես տեսնում ենք մեր անկողինը, այս իմ բումիչկան է, և իհարկե իմ անկողինը, Okay, իմ անկողինը, ինձ թվում է զգացում է, որ այդ իմն է ու տարբերվում է, երբ որ մենք գալիս ենք այս կողմ, մենք տեսնում ենք սա իմ աշխատանքային սեղանն է, և ոչ միայն, տեղ իմ գրքերն են, որոնցով ես սովորում եմ, մազերի համար, ուտելիքներ ինչ-որ ու շնց խառ ինչ-որ դեկորներ, իմ սեղանի վրա կարող տեսնել սփռոց, այս ես ապրում եմ մենակ երբ որ հաց եմ ուտում, դա չեմ սիրում, երբ որ նույն սեղանի վրա համ ուտում են, համ աշխատում են, չեմ սիրում, մի քիչ որ տարբերի, ստեղ իմ մեյքափի պարագաներն են, աքսեսուարներ, գրիչներ, իմ առաջնային ինչ-որ պետքական բաներ, բնականաբար կրաբիկ, ու սենց, երբ որ մի քիչ գալիս ենք այս կողմ, ստեղ իմ ճամպրուկներն են, իրանք շատ տեղ են զբաղեցնում, բայց ստիպված, քանի որ մենք տեղ չունենք, սա լավագույն տեղն էր, այս իմ ստեղ բոլորը ունեն այսինքն զանգյողիկի նման բաներ ու ստեղ շամպուն, կոնդիցիոներ ու նման բաներն է, բալզամ, այդպես բաներն են ու մի քիչ ոչ էսթետիկ թեմայից ու կարելի թուղթ, բայց օքեյ։ Ու երբ որ մենք մի քիչ էլ էստոմ են գալիս, այստեղ արդեն շկաֆերն են, այս իմ հարևանուհունն է, այսինք իմն է։ Ու ստեղից ես կախի չեմ կախել, որ ավելի քիչ տեղ գրավի։ Ասեմ, որ առաջին հայացքից փոքր է երևում, բայց ամեն ինչ տեղավորվում է։ Ճիշտ է, եթե ես ստեղ սկսեմ շուտ շոփինգ անել, արդեն տեղ չի անի։ Այսքանն էր։ Իմ սենյակը այսքանն էր, ես սենյակում մենակ չեմ ապրում, երկուսով ենք, ես ունեմ հարևանուհի, ու մենք իրար հետ ենք կիսում այս սենյակը, ասեմ, որ շատ են հարցնում հարմար չի կամ ոնց եք հարմարվել, մի քիչ դժվար է հարմարվելը, որովհետև երկար ժամանակ Հայաստանում ապրել եմ մենակ, մի քիչ դժվար է հարմարվելը հարևանի հետ ապրելը, բայց փորձում ենք, ամբողջովին հարմարվել եմ, լրիվ իմ ուզած ձևով, իմ սենյակի ոճով դասավորել եմ։ Իհարկե կարայի ավելի շատ բաներ առնեի, բայց ամենաառաջին ամսվա համար այսքան բան առնելու ասես դասավորվելը ինձ թվում է it's perfect։ Այստեղ ապրելու համար 4 ամիսը մեկ պետք է վճարել։ Հետև ես դեռ չգիտեմ ինչքան վճարելու կոնկրետ, բայց նրանք ամեն ամիս, երբ որ ինձ կրթաթոշակ տրամադրեն, այդ կրթաթոշակից միանգամից ավտոմատ փոխանցվելու է, ես չեմ էլ զգալու, ինձ թվում է, որտեվ այդքան էլ շատ չի ինքը։ Մինուս կամ պլյուս չեմ կարող համարեմ, մինուսներ, ասենց ասեմ, դեռ ինքը մինուս է, բայց շուտով էլ մինուս չի լինի, որտեվ շատ կարժատևելու, երբ որ դու ID չունես, այստեղ ոչ մեկ չես կարող անես, օրինակ, ես չեմ կարող լվացք անեմ, ես չեմ կարող ինձ քարտ առնեմ, որ ինտերնետ ունենամ, չնայած ես ունեմ, բայց վերցրել եմ զբոսաշրջիկի համար, հա, մի ամսով, գործեմ այդ մենակ կարես մի ամսով էլ երկարացի քեզ, մաքսիմում ժամկետը էդ է, էլի լիքը բաներ կան, որ չես կարող ունենաս առանց դրա, բայց բարեբախտաբար մեր համալսարանը էդի կտրամադրի շուտով և սեպտեմբերի 20-ից հուսով եմ արդեն համ ID քարտ կունենամ, համ բանկային քարտ կունենամ և այլն։ Նաև շատ եմ հարցեր ստացել, որ այդտեղ թանկ է, թե ոչ, որովհետև շատ տարածված է, որ Կորեայում ընդհանրապես ամեն ինչը շատ թանկ է։ Բայց ես նկատել եմ, որ թանկ չի, ավելի ճիշտ կան տարբեր սեգմենտի տեղեր։ Տեղեր կան, որ շատ թանկ է, տեղեր կա, որ սովորական է, տեղեր կա, որ էժան է։ Ու այդ թանկն ու էժանը այդքան կախված չեն իրանց որակից։ Այսինքն դու կարաս նույն որակի ունենաս էժանը, կարաս նույն որակի ունենաս թանկը, ու ընդհանրապես տարբերություն չի ունենա։ Ուտելիքը, ստեղի ռեստորաններում հաց ուտելը ավելի էժան է, քան երբ որ դու առնում ես ու ինչ-որ մի բան պատրաստում ես։
Իմ օրինակով ես ասեմ, որ ամենասկզբում իմ սիրտը ահավոր սալատ էր ուզում, ես սալատներ շատ եմ սիրում, ու ես առա մի քանի բան սալատ պատրաստելու համար, ու այդ դուրս եկավ 48,000 վոն, 48,000 վոն։ Բայց ռեստորանում, երբ որ ես ասենց ամբողջովին գնում եմ ու ուտում եմ, 10,000 վոնից ավել չի լինում։ Դրա համար ես այստեղ սնվում եմ ռեստորաններում, այլ ոչ թե ինքս եմ առնում։ Ինքս այստեղ մեկ էլ առնում եմ միրգ, ինչ-որ, օրինակ բանան, մանդարին։ Մանդարինը այստեղ իմ ամենասիրած միրգն է, որովհետև ամենահամովն է, շատ քաղցր է ու շատ լավն է։ Ու հիմա կարծեք անջան, ման ես գալիս, ուտում ես, առևտուր ես անում, բայց սովորել եմ, ուտել ես եկել եմ այստեղ ոնց որ սովորելու, բայց ասեմ, որ ես այստեղ նստում եմ 3-ի A մակարդակում։ Ինձ թվում է իմ դեմքից զգացվում է, որ այդ ինձ մի քիչ այդքան էլ համապատասխան չի, որովհետև ամեն դեպքում ես Հայաստանում 4 տարի սովորել եմ համալսարանում կորեերեն, եւ աշխատել եմ որպես կորեերենի ուսուցիչ, բայց 3-ի A սովորելու միտքը իմն էր, որովհետև քանի որ ես գալու էի այստեղ չի ուզում միանգամից նստել 5-6 մակարդակի ու ուզում էի մի քիչ ավելի սենց թեթև անցնել իմ առօրյան։ Գիտեմ, շատերը կասեք ինչի, անկապ ժամանակ ես կորցնում, ինչի էլի, բայց չէ, ես շատ ուրախ եմ, ես գնում եմ առավոտ դասի, նստում եմ այդ 4 ժամը, առավոտը ժամը 9-ից մինչև 12:50-ն է, 10 րոպե ընդմիջումներով է, նստում եմ դասի, իմ համար այդտեղ գրեթե նոր բաներ չկա, որովհետև ես քերականություններ լրիվ օտիդո գիտեմ, ասենց իմ համար ինչ-որ նորություն չկա, հատուկ են ինչ-որ բառեր կարան լինեն իմ համար, որ գրեմ, որ հիշեմ այդ բառը, բայց ասենք ես կարիքը չունեմ, որ գամ տուն, նստեմ ու ինչ-որ մի բան սովորեմ, այդ հատուկ այդ բառերը դասի ընթացքում միանգամից մնում են ստեղ, որովհետև մենք 10,000 անգամ այդ բառերը օգտագործելով դիալոգներ են կազմում ու իրենք ինքան շատ չեն, որ ես դրանց մասին մտածեմ։ Դրա համար ես գալիս եմ տուն, հանգստանում եմ ու դուրս եմ գալիս ման գալու իմ ուզած ձևերով, բայց ասեմ, որ իմ համար դժվարություն է թոփիկ հանձնելը։ Մարսանու ունի անվճար թոփիկի դասեր, գրանցվել եմ, նոյեմբերին կհանձնեմ, տեսնենք թե նոյեմբեր, թե հոկտեմբեր, չեմ էլ հիշում։ Կհանձնեմ, տեսնենք մի հատ փորձնական, սենց Կորեայում ապրելուց 4 ամիս հետո ոնց է իմ կորերը փոխվել, բայց նաև մի խնդիրներից մեկը, քանի որ իմ շրջապատը հիմնականում բրից եկածներն են, այսինքն արտասահմանցիներն են, ու համարյա թե կորեացի, ես ստեղ դեռ չեմ հանդիպել, որ այդ կորերեն խոսեմ։ Կորերեն խոսում ենք խանութներում, ինչ-որ տեղ գնալուց, ռեստորաններում, կամ ուղղակի ես հենց փորձում եմ ինչ-որ պարապեմ ինքս իմ հետ, բայց նաև ասեմ, որ այսքան չեմ եկել պրոստը ժամանակ փորձնելու համար, շուտով հեսա մի քիչ հանգստանամ ու ինքս արդեն կպարապեմ թոփիկ հանձնելու համար։ Այսքանն էին իմ այսօրվա պատրաստած թեմաները, որ պետք է խոսայի։ Եթե ունեք հարցեր, կարող եք գրել կոմենտներում, ես հաջորդ վիդեոների ընթացքում նրանք կփորձեմ պատասխանել։ Իսկ այսօր այսքանն է։